Պարգևներ 2016 թվականի Հայաստանի լավագույն մարզիկներին, նրանք խոշոր դրամական պարգևների եւ Hyundai Accent ավտոմեքենաների են արժանացել։ Արարողությանը ներկա նախագահ Սերժ Սարգսյանն անցնող տարվա կարևորագույն մարզական իրադարձություն է կոչել 31-րդ ամառային օլիմպիադան։ Մենք ավելի ճիշտ դուք երկար տարիներ ընդմիջումից հետո կարողացաք Հայաստան բերել օլիմպիական ոսկի։ Իհարկե սա շատ պատվաբեր է եւ բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ սա տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է։ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն արձանագրել է, բոլոր խոշոր մրցաշարերից մեր մարզիկները մեդալներով են վերադարձել՝ 47 ոսկի, 57 արծաթ եւ 62 բրոնզ։ 4 մեդալ էլ բերել ենք օլիմպիական խաղերից, այդ թվում ոսկի։ 20 տարի շարունակ Հայաստանը չէր կարողանում օլիմպիական ոսկի նվաճել։ Սերժ Սարգսյանը վստահ է, մեր մարզիկների հաղթանակները ոգևորում են պատանիներին, դրանց մղելով նույնպիսի հաջողությունների ձգտել։ Ես վստահ եմ, որ նույնիսկ երեկվա Հենրիկ Մխիթարյանի գոլը հազար երիտասարդների, երեխաների հպարտություն ուղղակի ներշնչել։ Արտուր Ալեքսանյանը, երբ որ Ռիոյում դառավ չեմպիոն, ես կարծում եմ բոլոր հայ տղաները մտածում էին, որ ինչ կլինի, Աստված տա մի հատ էլ իրենք դառնան օլիմպիական չեմպիոն, որպեսզի այդպիսի հարգանքի եւ այդպիսի ընդունելության արժանանան։ Հայաստանի լավագույն 10 մարզիկների ցանկում, սակայն Հենրիխ Մխիթարյանը չկա, որի գոլը Մանչեսթեր Յունայթեդի կազմում նույնիսկ երկրի ղեկավարին է տպավորել։ Այս հանգամանքին անդրադարձել է նաև միջազգային մամուլը։ Հայաստանում վրդովված են Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում նույնիսկ 10 լավագույն մարզիկների թվում չէ վերնագրերով, հրապարակումներով։ Ավանդաբար լավագույն մարզիկների ցանկը կազմվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի քվեարկությամբ։ Daily Mail-ի Goal.com-ի ուշադրությունը գրավել է փաստը, որ Մխիթարյանը լավագույնների ցանկում ընդգրկված չէ։ Նշենք, որ քվեարկության համար արհեստական սահմանափակումներ են սահմանված։ Դրանց համաձայն անհրաժեշտ է նախապատվությունը տալ մեծահասակների աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի չեմպիոններին եւ մեդալակիրներին։ Արդյունքում լավագույն 10-ից դուրս են մնացել ամբողջ տարվա ընթացքում հսկայական աշխատանք կատարած Հենրիխ Մխիթարյանը, որը Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստն է, անգլիական Մանչեսթեր Յունայթեդի լավագույն խաղացողներից, Բունդեսլիգայի ֆուտբոլիստների քվեարկությամբ էլ մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել, ինչպես նաեւ FIDE-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում 7-րդ տեղից չիջած հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Ով է ուղղորդում Սեյրան Օհանյանին կամ ում քաղաքական նախագիծն է պաշտպանության նախկին նախարարը։ Քննարկումները շարունակվում են, իսկ Օհանյանն առայժմ մեկնաբանություններին պատասխանում է միայն սոցցանցային գրառումներով։ Նա Facebook-յան հերթական գրառումն է արել։ Սպային վայել բարձր պատասխանատվությամբ վստահեցնում եմ, ոչ, գրել է նա անդրադառնալով իշխանական պրոյեկտ լինելու մեղադրանքներին։ Նախկին նախարարն ընդգծել է, Հայաստանի ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ նախագահներն իրեն չեն ուղղորդում։ Քաղաքական հայտ ներկայացնելու որոշումն ինքնուրույն է կայացրել, ելնելով երկրում ստեղծված ներքաղաքական, տնտեսական, բարոյական ճգնաժամից։ Ամանորի նախաշեմին ադրբեջանական կողմը կրկին ակտիվացել է գիշերը հակառակորդը առաջնագծում դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը։ Արցախի պաշտպանության բանակի տեղեկացմամբ տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը նաև ականանետ է կիրառել։ Հայկական կողմը ստիպված է եղել համարժեք պատասխան գործողությունների դիմել։ Հիմա իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է։ Վատ եղանակի պատճառով ոմանք կարծես չեն հասցնի Ամանորի տոներին տուն հասնել։ Այսօր նորից խափանվել է Ռուսաստանի հետ կանոնավոր օդային հաղորդակցությունը։ Զվարթնոց օդանավակայանի մամուլի ծառայության տեղեկացմամբ վատ եղանակային պայմանների պատճառով այսօր Մոսկվա-Երևան 4 թռիչք է հետաձգվել, իսկ Մոսկվայի օդանավակայաններում 29 չվերթ է հետաձգվել։ Պատճառը Ռուսաստանի մայրաքաղաքում սպասվելիք ձյունն ու մառախլապատ եղանակն են։ Սևծովում ռուսական Tu-154 օդանավի կործանման վարկածների շրջանակը կարծես սեղմվում է։ Հայտնաբերել եւ ծովի հատակից դուրս է բերվել նաեւ օդանավի երկրորդ սևարկղը, բայց վերջնական եզրակացություն անելը մասնագետների պնդմամբ դեռևս վաղ է։ Առաջին ինքնագրիչ սարքի տվյալների վերցանումը թույլ է տալիս ենթադրել, որ վթարային իրավիճակ է ստեղծվել, ինչը հանկարծակի է բերել անձնակազմի անդամներին։ Ինքնագրիչն արձանագրել է օդաչուների խցում տեղի ունեցած խոսակցությունը, սակայն կողմնակի աղմուկը ձայնագրությունում շատ է։ Օդաչուների խոսակցության մի մասը հնարավոր է ամենակարևոր հատվածները ազդանշանների բարձր ձայնի պատճառով չեն լսվում։
Ողբերգությունը Արմավիրում մարզադահլիճում պտտաձողի վրա պարանով կախված երիտասարդ տղամարդու դի են հայտնաբերել։ Մեր տեղեկություններով մահացածը 22 տարեկան է, մարզադահլիճում որպես պահակ է աշխատել։ Նախնական վարկածով ինքնասպան է եղել։ Երիտասարդի գրպանից գրություն են գտել, որում խնդրել է ոչ ոքի չմեղադրել իր մահվան համար։ Իսկ Գյումրիում տներից մեկի լոգարանում կախված են գտել 69-ամյա մի տղամարդու, նա նույնպես ինքնասպան է եղել։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Պատահար Արագածոտնի մարզում առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին 39-ամյա Հայկ Բադալյանի Mitsubishi Pajero-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել եւ ձորում հայտնվել։ Պատահարի հետևանքով մեքենայի 51-ամյա ուղևորը հիվանդանոց է տեղափոխվել։ Դեկտեմբերի 28-ին աճ են արձանագրել դոլարն ու ռուբլին, արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոինը 504, ռուբլունը 7 դրամ 98 լումա, ֆունտինը 592 դրամ։ Դեկտեմբերի 29-ից 31-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում անպամացություն եւ մառախուղ, թույլ ձյուն։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում վաղը սպասվում է անպամացություն, գիշերը եւ առավոտյան մառախուղ, թույլ ձյուն։